Ողջույն։ Այսօր հերթական բողոքի ակցիան էին անում Թասախ համայնքի բնակիչները համայնքի տրանսպորտի խնդրով։ Ակցիան լուսաբանող գործընկերոջս վրա հարձակվում է կարմիր բերետավորը։ Ոչ թե ընդհանուր քաշքշոցի պայմաններում նաև հարված է ստանում լրագրողը, այլ կարմիր բերետավորը դիտմամբ հարվածում է նրան։ Այդ բերետավորը առաջին անգամ չէ մարդկանց վրա հարձակվում։ Վերջին տարիներին քանի բողոքի շարժում տեղի ունեցել, այդքան ջարդարարություն է արել։ Ոչ մի անգամ պատիժ չի կրել ու այսօր հարվածում է ուղիղ եթերում աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողին։ Ասում են, թե աշխատանքից ազատել են, բայց ճիշտն ասած չեմ հավատում։ Այդ ջարդարարների վրա է հենված Նիկոլի իշխանությունը, ինչի պիտի ազատեն։ Բացի այդ կարմիր գլխարկը քրեական օրենսգրքով նախատեսված արարք է կատարել, աշխատանքից ազատումը բնավ բավարար չէ։ Մի մարզում այսօր ժողովուրդը պայքարում էր իշխանության դեմ, որոշումների դեմ նրանց, մյուս մարզում բնական աղետների դեմ, եւ դժվար է իհարկե պատկերացնել, թե որ մի աղետն է ավելի ծանր ու քայքայիչ։ Թեև մեր տարածաշրջանը ցնցվում է Իսրայել-Իրան հակամարտությունից, որը շատ լուրջ սպառնալիքներ է պարունակում նաև Հայաստանի համար, սակայն Հայաստանում այս օրերին նաև բնական աղետներ են, որոնք տարբեր քաղաքներում ավերածություններ են բերել։ Հունիսի 14-ից 15-ը Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի, կարկուտի հետևանքով ավերածություններ են եղել։ Շատ է վնասը ապարանում։ Քամին վնասել է բազմաթիվ բազմաբնակարան շենքերի, առանձնատների, դպրոցների տանիքներ, կոտրել ապակիներ, վնասել մեքենաներ, 5 անձ էլ տուժել է։ Զուգահեռ Տավուշի մարզի Բերթավան համայնքում ամբողջությամբ կարկուտը վնասել է բերքը։ Մի քանի օր առաջ կարկուտը ամբողջությամբ վնասել էր Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղում բերքը, դրանից առաջ Արարատի ու Արմավիրի մարզերում։ Այո, փրկարարները գնում են, օգնում են, արձանագրում են, հաշվարկ է արվում, բայց խոշոր հաշվով դրանից հետո շատ է դանդաղում գործընթացը։ Հունիսի 11-ին Ճամբարակում գազից պայթյուն եղավ, շենք փլվեց, 12 վիրավորի տարան հիվանդանոց, 5 մարդ զոհվեց։ Քանի տարի կպահանջի, որ այդ մարդկանց համար շենք սարքի այս կառավարությունը։ Տարածքային կառավարման նախարարն ասում է, ոչ մեկ առանց տանիքի չի մնա, կտեղավորենք, հետո պարզվում է, պայթյունից անտուն մնացածների մեծ մասը տեղավորվել է բարեկամների տանը։ Տարածքային կառավարման նախարարը ճեպազրույց է տալիս այն մասին, որ իրեն անհանգստացնում է կուսակրոնությունը ենթադրաբար խախտած հոգևորականների հարցը։ Դու այս պահին այնքան գործ ունես անելու, քո ղեկավարած նախարարությունը այսօր աղետների հետևանքներ պետք է վերացնի։ Ինչերից ես դու խոսում։ Ու երբ նայում ես ովքեր ու ոնց են այդ աղետների հետևանքները վերացնելու, մտածում ես, որ մենք իրոք շատ ավելի մեծ աղետի մեջ ենք։ Հիշում եք, երբ կառավարությունը որոշեց կարկտի համար գյուղացիներին չապահովագրել, Նիկոլն արդարանում էր, թե դե մարդիկ գիտեն, որտեղ է կարկուտը լինում, այնտեղ են ցանում։ Հիմա էլ կարող են չփոխհատուցել ու ասել, գիտեին, որտեղ է տորնադո լինելու, այնտեղ էին տուն սարքել։ Աբսուրդ է, բայց սրանցից հեռու չէ։ Այս բնական աղետների հետևանքները վերացնող նույն կառավարությունն է, որը ուղիղ 13 ամիս առաջ Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի հետևանքները հլը չի հաղթահարել, գոնե մասամբ։ Մայիսի 24-ին հիշում եք, աղետ եղավ, ջրհեղեղ, Ձորագետ եւ Դեբետ գետերի վարարման հետևանքով 4 զոհ ունեցանք, մոտ 850 շենք վնասվեց, միջպետական ճանապարհ վնասվեց, 24 կամուրջ վնասվեց, որոնց մեծ մասը դարձան շահագործման ոչ պիտանի, մոտ 200 ավտոմեքենա վնասվեց, այգիներ ոչնչացան, մարդիկ կորցրեցին անասուններին, որը միակ ապրուստի միջոցն էր։ Գույքագրելուց բացի ինչ են արել սրանք։ Քանի կամուրջ են նորոգել։ Նորոգելու փոխարեն Նիկոլը կառավարության նիստում փիլիսոփայել է, թե ինչ է նշանակում կամուրջ։ Մենք չգիտենք կամուրջ կառավարել, էդ է եղել։ Մինչև հիմա վնասված հատվածների հենապատերը չեն սարքվել, ճանապարհներն ամբողջությամբ չեն սարքվել, բնակիչներին ամբողջությամբ փոխհատուցումները չեն տվել։ Լիքը օգնություններ ստացաք էլ Շվեյցարիայից, Եվրասիական բանկից, Իրանից, Եվրամիությունից, Ռուսաստանից, Լիտվայից, ինչ է կարել դրանք։ Նույն ջրհեղեղից վնասվել էր երկաթուղին,
շատ լրջորեն։ Դա ռուսների կառավարման տակ էր, 20 օրում սարքեցին, 13 ամիս է անցել, դուք ինչ եք արել։ Կոնկրետ հաշվետվություն տվեք։ Գյուղ ոլորտով զբաղվող Պապոյանը թող հաշվետվություն տա, ինչ է արել իր ոլորտում, տարածքային կառավարումը, շրջակա միջավայրի նախարարը։ Հələ գնացեք հարցրեք, քանի օք է փոխհատուցումը լրիվ տեղ հասել։ Ու սրանց օրոք հիմա էլ կարկուտ ու փոթորիկ։ Ու երբ կարկտից 100%-անոց բերքը կորցրածը բողոքում է, որ վարկեր է վերցրել, վնասներ է կրել, պահանջում է փոխհատուցում, հիշում եմ նույն ջրհեղեղից վնաս կրածներին։ 100 տնտեսվարող 150 միլիոն դրամ ընդհանուր վարկի տակ էր մնացել, որ չէր կարողանում փակել, որովհետև ամբողջությամբ վնաս էր կրել։ Կառավարությունը ոչ թե ջրեց այդ վարկերը, այլ 1 տարի երկարաձգեց։ Նույն կառավարությունը, որ մեկ որոշմամբ 3 միլիարդ դրամ փոշիացնում է, իր հպարտ հարկատուների համար 150 միլիոն դրամ խնայում է։ Այդ 1 տարվա մեջ սրանք 1.5 միլիարդ դոլարով ավելացրել են պետական պարտքը, բայց 400,000 դոլար չեն տվել աղետից տուժածներին, որ ոտքի կանգնեն, չեն ջրել այդ վարկերը։ Դրա համար Ժորժ ջան, չգիտեմ, այս նոր աղետից տուժածների ճակատագիրը ինչ է լինելու։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն հազանգում է, որ 10 օրից ավելի է, ինչ Ծիրանով բեռնված հայկական բեռնատարները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Այս պահին մոտավորապես 200 բեռնատար նշում է, որ մնացել է Վրաստանի տարածքում, իսկ 50-ը, որոնք անցել են սահմանը, արդեն 3-4 օր է կանգնել են ռուսական մաքսատանը։ Ծիրանը փչացող մթերք է, միլիոնավոր դրամների վնաս են կրում, դա էլ կոնյակ չէ, որ ասես ինչքան հնանում է, այնքան լավ։ Այս պահին արդեն խնդիրներ կան Իրան-Իսրայել պատերազմի պատճառով։ Ընդամենը 3 օր ինչ պատերազմ է ու բեռները նավահանգստից բաց չեն թողնում, իսկ Իրանը Հայաստան ներմուծումների առումով առաջին տեղերում է։ Սա էկոնոմիկայի նախարարի խնդիրն է, իսկ ինչ է անում նա։ Հարցազրույց է տալիս Facebook-յան էջում հրապարակում է Նիկոլին Տանեկան թերթում այդ հարցազրույցը այն մասին, թե սրբապղծությունների շարք է բացահայտվելու։ Բերքը տամոժնյայում փչանում է, Պապոյան, թքած ունենք քո բացահայտումների վրա։ Ամենակարևոր բանը, որ սպասում ենք բացահայտվի, այս անգործությունը դիտմամբ է կանում, թե անկարողության արդյունքում է։ Կարճ ասած, աշխարհը փոխվում է շատ արագ։ Տեղի են ունենում պատերազմներ, որոնք այսուհետ կապված են մեզ հետ ազդեցության առումով։ Մենք ինքներս պատերազմի անմիջական վտանգի տակ ենք։ Բնակլիմայական պայմանների փոփոխության արդյունքում աղետներն են շատացել։ Այս ամենից դուրս գալու, դիմագրավելու համար պետք է ճգնաժամային կառավարություն։ Այսինքն կառավարություն, որը ոչ թե ճգնաժամեր է ստեղծում, այլ հաղթահարում է դրանք։ Սրանք հələ որ միայն ստեղծում են։ Ամեն տարի, ամեն ամիս մեզ նոր ճգնաժամեր են սրանք առաջարկում։ Այս իշխանությունը անկարող է եւ անպատասխանատու։ Ես այս իշխանության ղեկին գտնվողներից չեմ հիշում որևէ մեկին, որը երբևէ մեկի մատից փուշանած լինի, ինչ որ ոլորտ ղեկավարած ու զարգացրած լինի, բողոքել են, զազրախոսել են, թույն ու ատելություն են տարածել։